Բեգլարյան բժշկական կենտրոնը որպես ալմա մատեր է հանդիսացել մեր Հայաստանի Հանրապետությունում, առաջին ծննդատունն է եղել։ Ալմա մատերը մի մեծ քայլ է անում անպտղության դեմ պայքարում։ Նոր բաժանմունք է գործելու Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Պատկերացրեք, եթե 10 էկոհղիությունից 2 կամ 3 երեխա է ծնվում, հիմա կծնվեն 6 եւ ավելին։ Դա կարևոր է ժողովրդագրական տեսանկյունից։ Հայաստանը դեմոգրաֆիկ խնդիրներ ունեցող երկրներից է։ Բեգլարյան ԲԿ-ի գիտական գծով բժիշկ խորհրդատուն ասում է ավելի քան 10 տարի երազել են ունենալ անպտղության դեմ մեծ արշավ սկսող բաժանմունք։ Ունեցան խիստ ժամանակակից, որ ասում են խիստ ժամանակակից, նկատի ունեն բուժում արհեստական ինտելեկտի արդյունավետությունն էլ գումարած։ Բաժանմունքը հանդիսանալու է ոչ միայն բուժական, այլև բժիշկների վերապատրաստման վայր։ Այստեղ աշխատելու են բազմամյա տարիների փորձով միջազգային մասնագետներ։ Բեգլարյան բժշկական կենտրոնում գործելու է վրաց հայկական կլինիկա, որի անունը Արմենիա է։ Մեր նպատակն է բարձրացնել էկոհղիության ցուցանիշը։ Բժշկական туриզմը Վրաստանում մեծ արագությամբ է զարգանում։ Մենք բոլոր բուժառուներին չէ, որ կարողանում ենք սպասարկել, նրանք կարող են սպասարկվել Հայաստանում։ Մեր հիմնական նպատակն է նախ մեր ծառը կջրենք, ասում է վաստակ ունեցող մանկաբարձ գինեկոլոգը։ Եթե մեր հանրապետությունում գրանցվում է մինչև 40% արդյունավետություն, մեր գործընկերների հետ մենք մտածում ենք այդ տոկոսը բարձրացնել, հասցնել մինչև 50-60։ Հայաստանում անպտղության դեմ պայքարը նաև գիտաժողովներով է ընթանում։ Անպտուղ ամուսնության բուժման ժամանակակից մոտեցումները, նոր ալգորիթմներ, այս գիտաժողովի անունն է։ Քանի որ կենտրոնը վրաց գերմանական հայկական միջազգային կենտրոն է, այսօր մենք հյուրընկալել ենք Գերմանիայից, Վրաստանից, Իսրայելից, Հոլանդիայից մեր պրոֆեսիոնալ թիմի ներկայացուցիչներին։ Պրոֆեսորներն ասում են Հայաստանում հնարավոր է պահ տալ առողջ ձվաբջիջը։ Եթե անգամ հետո առողջական խնդիրներ ունենաք, երեխա կարող եք ունենալ այդ առողջ ձվաբջիջից։ Հայաստանում հնարավոր է գենետիկ հետազոտության ենթարկել սաղմը, հասկանալ այն ունի գենետիկ կամ այլ հիվանդություն, թե ոչ։ Հայաստանում հնարավոր է այնպիսի զննության ենթարկել զույգին, ըստ որի պարզ կլինի, նրանք համատեղելի են առողջ երեխա ունենալու համար, թե ոչ։ Ես այստեղ եմ մասնակցելու ձեր IVF արհեստական բեղմնավորման եւ վերարտադրողական բեղմնավորման կլինիկայի բացմանը, բերել եմ Իսրայելի լավագույն փորձը։ Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս առավելագույն իմանալ երեխայի մասին, մինչև երեխայի ծնվելը, պետք է դա օգտագործել ու անել հնարավոր է, որ շատ երեխաներ ծնվեն։ Ու կծնվեն, խոստանում է Բեգլարյան բժշկական կենտրոնի գիտական գծով բժիշկ խորհրդատուն։ Բաժանմունքի դռները բաց են լինելու մարտի 11-ից եւ իսկ մարտի 10-ին կատարվելու են անվճար խորհրդատվություններ։ Արփիս Քեսյան, Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։